Игры кончились. Плевать на международные правила, международный порядок. Խաղերն ավարտված են, թքած միջազգային իրավունքի վրա, եթե մեր ազգային շահերի անվտանգությունից բխում էր հատուկ ռազմական գործողությունն սկսել Ուկրաինայում, ինչու չենք կարող հատուկ ռազմական գործողություն սկսել մեր ազդեցության այլ գոտիներում։ Ռուսական պետական ալիքի ուղիղ եթերով Վլադիմիր Սոլովյովը բաց տեքստով խոսում է Հայաստանի դեմ հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ Ինքնիշխան պետությանն անվանում ազդեցության տարածք։ Հայաստանում սա համարում են սպառնալիք, որը պետք է արժանանա կոշտ արձագանքի։ Սոլովյովի խոսքը չափազանց հանդուգն էր, չափազանց կտրուկ էր, սահման չճանաչող խոսք էր դա։ Հայաստանի հանդեպ է անում, ինչի, որտեղ Հայաստանում այս տարի ընտրություններ են լինելու, եւ իրենց թվում է, որ սպառնալիքներով Հայաստանի հայ ժողովրդի հանդեպ սպառնալիքներով կարողանալու են իրենց այստեղի 5-րդ շարասանը որևէ հաջողության հասցնել։ Նույն մեթոդաբանությունն է, ինչ որ եղել է 21 թվականին։ Ուղղակի այն ժամանակ իրենք օգտագործում էին Ադրբեջանին որպես պրոքսի ուժ Հայաստանի դեմ։ Հիմա քանի որ Ադրբեջանը այլևս իրենց պրոքսի ուժը չէ եւ իրենց հետ ճշնամական հարաբերությունների մեջ է գրեթե, հա, իրենք այսպես ուղիղ արդեն սպառնալիքներ են հնչեցնում, հասկացնելով էլի, որ մեր պրոքսի ուժերին, մեր 5-րդ շարասյանը եթե չընտրեք Հայաստանում, հայ ժողովուրդ, ուրեմն վատ կլինի ձեր վիճակը։ Ռուսաստանում լայն լսարան ունեցող քարոզչական հարթակով հնչեցվածը փորձեր հասկանալու հանրային քաղաքական վերլուծական դաշտի արձագանքն ու մոտեցումները, ասում է Եղոյանը։ Հայաստանի ներսում Սոլովյովի հաղորդումների վերահեռարձակումը սահմանափակվել է դեռ 2024-ին նույն պատճառով։ Այն վերածվել էր ճշտամական քարոզչության, խախտել Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջև զանգվածային հաղորդակցության ոլորտում գործակցության մասին պայմանագրի պարտավորությունները։ Իրենք ելնում են իրենց ընկալումներից, մենք էլ պիտի ելնենք մեր ընկալումներից։ Մենք պետքա ելնենք այն կանխավարկածից, որ ամեն պետություն ունի իր շահերը, որը որոշ դեպքերում կարող լինի մեծապետական, որոշ դեպքերում կարող լինի կայսերական, որոշ դեպքերում կարող լինի հիմնված ընկալումների վրա, որ կան ազդեցության գոտիներ եւ մեզ էլ համարի ազդեցության գոտի, մենք էլ պիտի ելնենք այն ընկալումից, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ ինքնիշխան պետություն է։ Կրեմլին պետք է խամաճիկներ, իրենց դաշնակիցներ պետք չեն։ Իրենց պետք է խամաճիկ իշխանություն այստեղի։ Այստեղ որ իրենք ունենան այնպիսի իշխանություն, որի ձեռքերով կարողանան Հայաստանի նորանոր տարածքներ հանձնել հարևաններին եւ դրա դիմաց իրանք ինչ-որ բան ստանան նույն Ադրբեջանից կամ Թուրքիայից, որ այստեղի ռեսուրսները կարողանան անխնա շահագործել, ոնց որ միջև հիմա շահագործել են։ Եղոյանն ու Խուշուդյանը չեն զարմանում, որ Սոլովյովի հայտարարությունը դատապարտող արձագանք չկա Հայաստանի ընդդիմադիր դաշտից։ Ինչու է լուռ ընդդիմությունը։ Իրանց սրտով է այդ ամեն ինչը։ Իրանք կողմ են այդ գաղափարին։ Մենակ թե Նիկոլ Փաշինյանը չլինի Հայաստանում իշխանություն։ Իրանց գեր նպատակը է դա գան էլի 11-րդ բանակ ուզում են մտցնել Հայաստան ու ցավալիորեն ու ճակատագրի հեգնանքով դաշնակցությունը ում 11-րդ բանակը ժամանակին հեռացեց իշխանությունից, էլի լծվել է այդ թելը թելելու։ Շատերը նույնիսկ ասում են լավ է արել, որ այդպիսի բան է արել։ Կամ ասում են դե իրենց շահերն են իրենք պաշտպանում։ Իսկ կարող է դուք էլ մեկ-մեկ Հայաստանի շահերի մասին հիշեք, այլ ոչ թե սպասարկեք Կրեմլի շահերը այստեղ եւ արդարացնեք Կրեմլին եւ նրանց փաստաբանի դերում հանդես գաք։ Հայաստանի մասին նման կերպ արտահայտվող Սոլովյովին 2013-ի դեկտեմբերին Սերժ Սարգսյանը պարգևատրել է Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամություն հաստատելու, երկրների միջև խաղաղությունն ապրապնդելու գործում նշանակալի ավանդ ներդնելու համար պատվո շքանշանով։ Ճիշտ ժամանակն է, որ նա զրկվի Հայաստանի պետական պարգևից, կարծում են բանախոսները։ Սոլովյովի հայտարարությունների արձագանքները բազմաթիվ են։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը համարում են, որ նման հայտարարություններին արձագանքը Հայաստանի զարգացումը պետք է լինի։ Հիմա հնչում են նորից սպառնալիքներ մեր ինքնիշխանության դեմ։ Ինչ պիտի մենք անենք։ Մենք պիտի տասնապատկենք մեր ջանքերը խաղաղության ամրապնդման, սահմանների ապաշրջափակման, ճանապարհներ կառուցելու, առևտուր անելու, հարևանների հետ խաղաղ համակեցության ուղղությամբ։ Շունը հաչում է, քարավանը գնում։ Շունն այս դեպքում ռուսաստանցի բիզնեսմեն Սամվել Կարապետյանի մտերիմ ընկեր եւ հայրենակից Սոլովյովն է, իսկ քարավանը մեր սիրելի երկիրը, որ գնում է դեպի անշրջելի խաղաղություն եւ զարգացում։ Վլադիմիր Վարդանյանն էլ Սոլովյովին իր իսկ լեզվով հարց է ուղղում։ Խաղաղության հաստատումը ձեր դուրը չի գալիս, թե այն, որ Հայաստանը շարժվում է ժողովրդավարության ճանապարհով։ Հենց դրա համար եք պատվեր ստացել, շարունակում է պատգամավորը։ Что означает начать СВО?
Ինչ է նշանակում սկսել հատուկ ռազմական գործողություն, այսինքն կարելի է սկսել ռազմական գործողություն ցանկացած պետության դեմ, որովհետև դուք համարում եք, որ դա ձեր շահերի գոտի է, համարում եք, որ կարող եք կայուն խաղաղություն հաստատել, դառնալով այս կամ այն պետության ներսում կատարվող քաղաքական իրադարձությունների մաս։ Հայաստանի արտգործնախարարությունից տեղեկացրին, որ մեր երկրում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների համար։ Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում եւ կոպտորեն խախտում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները։ Մերի Խաչատրյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։